Partira sezonları paylaşır. Այսօր մենք եկեք Տիրոջ խոսքի մասին խորհենք, քանի որ այստեղ հավաքվել են եկեղեցու նվիրված մարդիկ, չէ՞, տենց չէ՞։ Հա։ Ես էլ եմ այդ Քրիստոս։ Այսօր ես կուզեմ կիսվեմ մի քիչ խոսքը կլինի մի քիչ կոշտ կերակուր։ Չէ՞ ասի միս, բայց կաթել չի էլի։ Ու այն ինչի մասին պիտի կիսվեմ վերաբերվում է բոլորիս ու ցանկացած մարդ, ուզում եմ շեշտեմ, ցանկացած մարդ, որ կուզի Տիրոջը ծառայի, երազում է Տիրոջը ծառայի, անպայման այս ճանապարհով պիտի անցնի, որի մասին ես այսօր պիտի կիսվեմ։ Եթե մարդը չի ուզում Տիրոջը ծառայի, ինքը անպայման սատանային է ծառայում։ Չկա ասենց մեջտեղ էլի, չի կարող ասի Մեզ մի հատ Ռուսլան եղբայր ունենք, շատ թևավոր խոսքեր ունի ինքը, ու իր մոտ Դամյանի տասատում էլ ինքը հատուկ սենց խելացի չի մտածում ասում, ինչ որ մեկի ասում է, ռուսերեն է ասում, ասում է, իր Բոգը не верит, и дьявола подводит, ոչ ես կուրա, ոչ են կուր, էլի հայերեն ասած։ И Богу не служит, и дьявола подводит. Ես այսօր ուզում եմ կիսվեմ թեմայի մասին, որը կոչվում է Տիրոջ ձեռքերի մեջ հարմար անոթ։ Տիրոջ ձեռքերի մեջ հարմար անոթ։ Ուզում եմ կարդամ երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլխի 20-րդ խոսքը։ Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլխի 20-րդ խոսքը։ Սա առակա, որը առաքյալը այս առակը ասում է։ Մեծ տան մեջ, շատերը հենց գիտեն, սա Տիրոջ տան մասին է խոսքը։ Սա առակա։ Տիրոջ տան մեջ կա անարգանքի անոթներ իշեք։ Մեծ տան մեջ ոչ միայն ոսկի ու արծաթի ամաններ կան, հապափայտե եւ հողի ամաններ կան։ Ոմանք պատվի համար են ու ոմանք անարգանքի համար։ Շատ կոպիտ բան եմ ասում։ Դուք ունեք եւ ափսեներ, որի մեջ հաց եք ուտում, եւ ունիտաս, որտեղ զուգարան եք գնում։ Մեկը պատվի համար է, մեկը անարգանքի համար է։ Հասկանալի է, չէ՞։ Ու մեծ տան մեջ եւ անոթներ կան պատվի համար, որով ջուրախմը տանտերը, որով եւ կա անարգանքի անոթներ։ Չեմ ուզում բոլորը թվարկի։ Տեսեք ինչ է 21 խոսքը։ Ոստի եթե մեկը իր անձը անարգ բաներ է մաքրել, տեսեք այս առակի իմաստը նա չի, որ մենակ առաքյալը ասի ինչը ընչոց է, այլ ճանապարհ է ցույց տալիս, ինչպես անարգանքի անոթը դառնա պատվական անոթ։ Ոստի եթե մեկը իր անձը անարգ բաներ են մաքրել, նա պատվական անոթ պիտի դառնա սրբված ու իր Տիրոջը պիտանի ամեն բարի գործերու համար պատրաստված։ Պատրաստված։ Ինչ է նշանակում պատրաստված։ Մի ես այս պիպիտերեն ասեմ, վերջը, այս է։ Սրանով ես կարամ վիդեո հանեմ, այս սրանով։ Չէ։ Հեռախոսով կարամ վիդեո հանեմ։ Ակնոցներով չեմ կարա վիդեո հանեմ, ակնոցներով կարամ նայեմ։ Բաժակով չեմ կարա նայեմ, կարամ խմեմ։ Ամեն անոթ իր նպատակի համար է պատրաստված։ Հասկանալի է։ Ու եթե մենք ուզում ենք, որ մենք Աստծո ձեռքերի մեջ անոթ լինենք, իսկ եթե մենք մեր սրտի հարց չլուծենք ու Աստծո ձեռքերի մեջ անոթ չլինենք հարմար, սատանան պետք է վերցնի իր ուզած ձևը մեզ տա, մենք ընդերից ենք, չէ՞ դուս եկել։ Ես չգիտեմ դուք ոնց, ես ընդերից եմ դուս եկել։ Ես եղել եմ սատանայի ստրուկը, մեր մեջ ասած բոլորս, բայց կարող է որից մեկը չի համաձայն դրա հետ։ Չի ասել։ Բոլորը, նույնիսկ հավատքի ընտանիքում ծնվածները։ Միջև վերստին ծնունդը մենք Աստծո որդիներ չենք։ Հրյաներին, որոնք հավատացին Հիսուսին,
Հիսուս ասավ ձեր հայրը սատանան։ Իրանք դրանից շատ վրդովվեցին։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում եմ որպեսզի մենք հասկանանք մի շատ բարձ ճշմարտություն, չկա միջինը։ Կամ Աստվածը մեր մեջ բնակվում ու մեր միջով գործում, կամ սատանան։ Դա մեզ դուր է գալի, դուր չի գալի։ Հենց դադարեցիր արթուն մնալ, հենց դադարեցիր Աստծուն նվիրվել, քո մտքերը պղտորվում են, քո սիրտը սկսում է պղծվել, եւ այդ սրտից սկսվում է դուրս գալ տարբեր չարություններ ու տարբեր բաներ ես անում, դու էլ չպատրաստված դրան, դու չես պատրաստվել, չես ուզում։ Անհավատ ժամանակ ես հիշում եմ, ինչքան ժամանակ եմ ես նույնիսկ արցունքներ թափել, ասել երբեք այլևս այսպիսի բան չեմ անում։ Ու հետո անցել է մի կարճ ժամանակ, մի քիչ կյանքը դզվել է, թե չէ, էլի գնացել եմ այդ բաները արել։ Մի խոսքով սիրելի քույրեր եղբայրներ, ես ուզում եմ այսօր պարզապես թվարկել մի քանի ճշմարտություն, որի մեջ Աստված մի քիչ sense ասեմ թաթախելու է։ Մեզ պիտի անցկացնի այդ ճշմարտության ճանապարհով, որպեսզի մենք Աստծո ձեռքերի մեջ հարմար անոթներ լինենք։ Այստեղ շատ եղբայրներ, ճնշող մեծամասնությունը ունեն մեքենա։ Ձեր մեքենայի բակը, որտեղ դուք բենզին եք լցնում, կամ բալոնը, որտեղ գազ եք լցնում, դու պատկերացնում ես, դու այդ զապրավկի այդ պիստոլետ են ասում, որ դնում ես բակի մեջ, ու դու տենաս, որ բակի տեղը սովորական խանութի ցելոֆոնի տոպրակ է մի հատ։ Դու ոնց կզգաս քեզ։ Խանութի ցելոֆոնի տոպրակը հարմար է, ինչ որ հաց առնել, այն էլ քաշն ու գյորա եւ այլն։ Բակը պետք է ունենա իր չափերը, իր ռազմերները, իր ամրությունը, իր այդ ֆիգուրան sense ասած, ինչ ձևի։ Գրուզավիկինը ուրիշ, ինչի եմ ես ամեն ինչը թվարկում, սիրելի քույրեր եղբայրներ, Աստված ուզում է մեզ անցկացնի այս ճշմարտությունների միջոցով, որպեսզի մենք իր ձեռքերի մեջ հարմար անոթներ լինենք, ոչ թե խցանված, անկապ, գեղեցիկ, բայց անպիտան եւ այլն։ Այս բաժակը, եթե դրած էլի sense մաքուր բաժակ, մաքուր ջրով, ու սրա կողքին դրված էլի շատ կեղտոտ ոսկի բաժակ, ոսկուց։ Դու որից կխմես ջուրը։ Մաքուրից։ Ոխի, ոսկի։ Շատերը հենց գիտեն, ասում պետք է տաղանդ։ Ասում տաղանդ, ինքը ում ասես կարա տաղանդել տա, պարգևել տա, ասում հավատարիմ մարդիկ են պետք։ Որտեղ ինքը հավատարիմ է։ Ինչքան ուզում ենք տաղանդավոր լինենք, մեր տաղանդը զրոյանում է, երբ որ մենք հավատարիմ չենք։ Դուք ուզենաս ունենաս ընկեր, եղբայրները, ընկերուհի, քույրերը, խեմ սենց առանձնացնում, մեկ խառնված հենց գիտենք կինն ու տղամարդ կան ընկերություն անում։ Այդ սուտը մեր մեջ մնա։ Ուրեմն դուք ուզենաս ունենաս ընկեր, ընկերուհի, արդեն ասեցի ով է, որ քո ընկերը շատ տաղանդավոր լինի, ամեն ինչ ունենա, եւ փող ունենա, եւ կարողություններ ունենա, եւ տաղանդի ամեն ինչ որ բաների մեջ տաղանդավոր լինի, բայց հենց քո նեղ ժամանակ ցես թողա գնա։ Ուզես այտենց ինչ։ Դա քունչի դա պետք է իր ունեցվածքը, եթե քո նեղ ժամանակ ինքը կողքին չի կանգնի։ Սիրելի քույրեր եղբայրներ, այսօր մենք ապրում ենք մի ժամանակում, երբ որ մարդիկ լիքը դրուզյաներ ունեն, Facebook-ը, Одноклассники-ը, Контакт-ը, լիքը դրուզյաներ, ու բանա, լայք են տալի, սրտիկ են դնում, ու մարդն էլ հենց գիտի, ահագին ընկեր ունի, հենց լուրջ հիվանդանը մեզ, տեսնում ես, քո կողքին կանգնած են իսկական քո մտերիմները, մեկը մուրաբով է գալի, մեկը դեղերով է գալի, մեկը այ լայք չեն դնում, գալիս են կողքիդ կանգնում, գալիս են հիվանդանոց, գալիս են քեզ համար աղոթում են, զանգում են, ոնց ես, ինչ են,
չեն թողա մեռնես, իրանք կսպանեն, բայց չեն թողա մեռնես։ Մտերիմներ տենց են, հենց հիվանդանը մեզ բժշկում են, հենց առողջ ես տանջում են, այդ մտերիմների պրինցիպը։ Նենց որ հանգիստ, այդ հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, այսքան պատվիճիկ ունի, այսքան այն ունի, այդ սաղ օթա, օթից է թեթև, մարդը ինչ հա, որ կշռես, օթից է թեթև, Աստված հավատարիմ է, որ ներում է, գրված է, Աստված նա, որ մենակ այս բացեք պոիսկը Աստվածաշնչի այդ պրոգրամեն ու գրեք վերեն բող, վային ինչքան խոսքեր կտեսնեք, թե Աստված, եթե մենք մեր մեղքերը խոստովանենք նրան, ինչ է, հավատարիմ է նա, ինչ լավ է, որ մեր Տերը հավատարիմ է ամեն տեղ, նա ասել է, իր խոսքերի հետևում կանգնած է եւ արթուն է, որպեսզի ամեն խոսքը կատարի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստված երբեք չի ուզի, այ ոնց եթե դու տենաս մեկը այսինքն այս բանը բռնել է, ես ասեմ ձեզ վիդեո եմ հանում, ասեք վարտանապեր լուրջ բուժվելու կարիք ունի։ Եթե դաժե տենակ, որ եկակ տուն ու ես այս բաժակի մեջ ճաշ եմ լցրել ու գտալով ուտում եմ, առաջ բանը կմտածեք, որ սաղամանները ջարդվել է, ստիպված, բաժակի մեջ եմ բանանում։ Բայց եթե տենակ, կարող է բան չասեք, ասեք շատ տարօրինակ բաներ ան։ Որտեղ բաժակ, բայց որ տենակ, որ հիմի ես բաժակով, հիմի ով է ձեզանից զարմանը, որ ես բաժակով ջուր եմ տում։ Որտեղ դա դրա համար է։ Աստված ուզում է ինձանից, քեզանից, ինձ ընկանդուր է գալու, ինքը ոչ թե կողքից ուղարկում է, ինքը մեր մեջ է։ Մենք նրա տաճարն ենք։ Այդպես բան ամբողջ աշխարհը չգիտի։ Հիսուսն ասում է, ես եւ Հայրը կգանք ու ձեր ներսը բնակություն կհաստատենք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ձեզ ասեմ, ես համոզված եմ դրա մեջ, ոչ թե միայն sense մտածում եմ, այլ համոզված եմ։ Երբ որ Սատանային Աստված ասավ հոբի հոգուն ձեր չտաս, որովհետև ինքը նրա հոգու մեջ էր։ Եվ Սատանան չգիտեր, որ Աստծո հետ ընդեր է խոսը, բայց նաև այդ նույն Աստվածը հոբի հոգու մեջ է ու նրան ուժ է տալի, հոբը դա չէր զգում։ Հիսուսը ասավ Աստված իմ, չասավ Հայր, ասավ Աստված դա ինձ չի, Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Միթե Աստված թողեր։ Նա Սուրբ Հոգով լցված չէ։ Աստված Սուրբ Հոգով նրա մեջ էր։ Այն Աստվածը, որին մենք հավատում ենք, միաժամանակ կարող է ամբողջ տիեզերքի մեջ լինի եւ դրսևորվի։ Կոպիտա հնչե, բայց դրսևորվի հատ ամեն մեկից մեջ եւ ամեն մեկից միջոցով։ Մեր Աստվածը այդպիսին է։ Մենք չենք հավատում սահմանափակ Աստծուն։ Աստված շատ անգամներ Աստվածաշնչի մեջ ասում է ես մարդ չեմ։ Վերջապես հասկացեք, ես մարդ չեմ։ Ու բայց մարդը միշտ ասում ուզում է պատկերացնի, որպես մարդը ասում ուզում է պատկերացնի որպես մարդ, որպես շատ ուժեղ, շատ տաղանդավոր, բայց մարդ։ Աստված ասում է ինձ ոչ կնկարես, ոչ տեսար, ոչ բան, որտեղ Մովսեսը, որ Մովսես էր, որի հետ Աստված շուրթերից շուրթ էր խոսում, ասավ մի բան եմ ուզում, քեզ ուզում եմ տենալ, ասավ չես կարող ապրես։ Աստված ծածկեց Մովսեսի աչքերը, երեսը, Մովսեսին ծածկեց ու անցավ։ Ու Մովսեսը պարզապես անցավ Աստծո հեռացման զորությունը։ Նա սկի Աստծո մեջքից ասում չտեսավ։ Հեռացման զորությունը, ինչքան ուզում եմ խոսանք, ես ուղղակի հիանում եմ, ապշում եմ այն Աստծուն, որը անսահմանափակ է։ Ու այդ անսահման Աստված մեզ իրան հայտնեց իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Որպեսզի մենք տեսնենք ինչ է նշանակում Աստված մարդացավ, Աստված մարդու մեջ գործեց։ Ու այսօր մենք որ ուզում ենք մտածենք
Բա մենք ինչի գնանք, էլի, ուր գնանք, ինչի հասնենք, վերջնական, մեր բանը որն է, մենք հասկանում ենք բան, Հիսուսը մեր համար образец, օրինակ է։ Մենք գիտենք, որ Հիսուսի մեջ մենք տեսնում ենք ու մենք նմանվենք նրա կատարյալ հասակին։ Սիրելի քույր երեխաներ, ուզում եմ այս թեման շատ մեծ է, բայց ես պիտի կարճ գնամ։ Մենք շատ ենք վրազում։ Մենք վրազ կուտենք, չէ։ Չի վրազում ալար կուտը։ Ով որ ուզում է մի բան անի, նա վրազում է։ Իր եկամսական հղին ուզում է գնա, շուտ ունենա, ինչքան կարելի է։ Իր ամուսինն ավելի բետար։ Այդ բոլորին է վերաբերվում։ Թող մեկը ասի, որ ես 9 ամիս հղիությունով վայելել եմ։ Մանետա կանայք հենց գիտեն իրանք տանջվում են տղամարդիկ այդ խփո մոմենտները կանանց որ գալիս է հղի ժամանակ տղամարդը դա պետք է ասես տեղավորի մարսի հասկանա մի խոսքով լավ այդ ուղղությամբ չգնանք սերի քույրերին բայց մենք վրաս կոտենք իսկ գրված է որ խոնարհվեցեք ասո հզոր ձերքի տակ որպեսզի ինչ նա իր ժամանակին ինչանի բարձրացնի Աստված իր ժամանակը ունի Հիսուսը ասավ մեր ընկեր Ղազարոսը ննջեց 2 օր էլ մնաց ու գնաց մեր մարդկային մտածելակերպով Հիսուսը պետքա գնար որ Ղազարոսը չմեռներ որ Հիսուսը բժշկեր մյուսներին էլ Հիսուսը բժշկում էր ու նրանք չէին մեռնում ինձ հետ դուր չի գալի որ մարդը ուզում եմ միշտ ասում թելադրի թե Աստված երբ ինչ անելու ուզում եմ հիշես խնդրում եմ քեզ երբեք այդ ոլորտը մի խցկվի կներես ինձ մի փորձիր Աստծուն ասես երբ ինչա պետք անելու հենց դու այդ փորձես անես միշտ կներեք ժողովրդական հայրենիս համար միշտ կպետք է քաշես Աստված միշտ ուզում է որպեսզի դու համբերությամբ սպասես հավատքը շտապելով չի հավատքը սպասելով է վերցնես ծաղիկը դեր փակա տուն բերես ասես դե մի օր էլ սպասի ես իմ երբ դիպասվի բեր օգնեմ իրան ու բացես այդ իրա տերևիկները չէ բացել է կբացես բայց մի ժամ 2 ժամ հետո ընդհանրապես սենց ասած հավիտյան կթողում բայց որ մի քիչ համբերես ամեն ինչ նորմալ կլինի ինքը կբացվի ու բավականին ժամանակ կմնա սիրելի քույրեր ուզում եմ որպեսզի մենք հասկանանք որ այն ինչ որ ես պիտի թվարկեմ սրա համար հավատք է պետք համբերություն է պետք որովհետև հավատքը չի լինում առանց համբերության ռուսերենով ասել Պողոս Արաքյանն ասում է чтобы вы не обленились չծուլանաք но чтобы вы подражали тем, դուք նմանվեք նրանց, которые верою и долготерпением унаследовали обетование Божие. Ուզում եք Աստծո խոստմունքները ժառանգեք, դուք ոչ միայն պիտի սենց ասած լավատես լինեք, շատ քարոզիչներ փորձում են միշտ լավատես լինել, որ մարդկանց տրամադրությունը չփախչի, էլի, միշտ մենք լավատես պիտի չլինենք, մենք հավատացյալ պիտի լինենք որը եւ հավատում է որ հալածանքներ կարա իր կյանքի մեջ լինի որը որ հավատում է որ եւ տառապանքներ կարա իր կյանքի մեջ լինի նաեւ հավատում է որ արդարի կյանքի մեջ շատ են տառապանքները բայց բոլորից Աստված ինչ անում ազատագրում է հավատքը սա է հավատքը լավատեսություն չի ոչ էլ վատատեսություն է հավատքը կարճում է միայն Աստծո խոստմունքից ու հավատարմությամբ գնում է եթե քո հավատքը լավատեսություն է դու ուշտեր ես հասնելու մի խոսքով Դու պատկերացնում ես կանգնած ես, սպասում ես, որ երկրորդ համարի ավտոբուս կունենաք։ Սպասում ես երկրորդ համարի։ Մեկ է տեսնում ես 2 հատ ավտոբուս եկան, երրորդն ու երրորդը։ Ես չգիտեմ, էլ ձեր քաղաքի մոտարապես եմ ասում։ Տենում ես քեզ երկրորդ համարի ավտոբուսն ապել, բայց երրորդ համարի ավտոբուսը թազա է, շատ սիրուն է, ու ասում ես, ալավի գնամ այնտեղ, չէ, կնստելը կնստես, բայց ուրիշ տեղ կգնաս։
Եթե դու շտապես քո կյանքի մեջ, դու տեղ կհասնես, բայց ուրիշ տեղ կհասնես։ Աստված ուզում է, որպեսզի մենք ոչ թե լավատես լինենք, այլ հավատքով, համբերությամբ իր խոսքը բռնենք։ Իմ հայերեն ես հասկանում։ Շատ լավ։ Եկենք անցնենք։ Ես ռուսերեն իմ թեման դեմս ռուսերեն է։ Ես ռուսերեն պիտի կարդամ, հայերեն պիտի բացատրեմ։ Մի քիչ բոնուս կլինի նրանց մարոկե ռուսերեն գիտեն մի քիչ։ Առաջինը, ես ուզում եմ թվարկեմ, ելի եմ ասեմ, ճշմարտություններ, որի միջոցով մենք անպայման պիտի անցնենք, որպեսզի հարմար անոթ լինենք, պատվի համար օգտագործենք։ Պատվավոր անոթ պիտի լինենք։ Առաջինը, плоды духа и плоды служения признак того, что дерево живое. Կա հոգու պտուղներ։ Դա սուրբ հոգու պտուղները չի։ Սուրբ հոգուն պտուղներ չունի, Սուրբ հոգուն կարիք չունի աճեցնի իր մեջ ինչ որ բան։ Նա ամեն ինչ արդեն ունի։ Հոգու պտուղները Սուրբ հոգին մեր հոգու մեջ աճեցնում։ Հասկանում եք տարբերությունը։ Դա մեր հոգու որակներն է, եթե սենց կարելի է ասել։ Այսինքն մեր մեջ այդ հավատարմությունը, սերը, համբերությունը, զսպվածությունը կամ ժուշկալությունը բանա եւ այլն եւ բարիությունը այդ ամեն պտուղները Գաղատացիս 5:12-ը կա բոլոր պտուղները Գաղատացիս 5:12 կարող եք տանը կարդալ այդ բոլոր պտուղները դրանք հոգու պտուղներն են Սուրբ հոգին է մեր հոգու մեջ այդ պտուղները պտուղ դա նշանակում է դուք հեշտ տեսել եք sense ծառը կանաչի մի օրվա մեջ հաջորդ օրը ծաղկեց հաջորդ օրը տունք դուս եկավ խնձորները sense տեսել եք չեք տեսել չէ չի նմտեցում ու այդ պատճառով մենք պետք է հասկանանք մի կարևոր բան պտուղ դա նշանակում է process պտուղ դա նշանակում է կերակրվել պտուղ դա նշանակում է որ ժամանակ է պետք դրա համար եւ Սուրբ հոգի մեզ Հիսուս ասում է դուք չեք ինձ ընտրել ես եմ ձեզ ընտրել ու դրել եմ որ գնաք եւ պտուղ բերեք եւ ծառը որ պտուղ չի բերեմ կտրելու արժան եթե դու ուզում ես ինքդ քեզ համար ճշտես դու կենթանի ես հոգեվոր թե կենթանի չես պրոստը տեսնում ես քո կյանքիդ մեջ այս թվարկած պտուղները չես կարող համեմատես 3 եւ այսօր բայց մի տարի առաջ 5 տարի առաջ օրինակ ես 5 տարի առաջ ինձ հիշում եմ 5 տարի առաջ Սամուելին եմ հիշում Սուզի ինչ եմ հիշում 5 տարի առաջ 5 տարի առաջ Լուիզային եմ հիշում չի փոխում Լուիզա ես եմ փոխում 5 տարի առաջ մի հատ մաս չուներ սպիտակ մի 5 տարի անցել է բայց մի հատ դուս է ինչի համար եմ ասում սերի քույր երբաներ մի օրվա մեջ բան չենք տեսնում բայց որ մենք ուշ ենք նայում մի քիչ հետ ենք նայում մենք տենում մենք փոխվում ենք թե չէ Մենք մարդկանց հանդիպում ես 10 տարի առաջ ես հանդիպել ու 10 տարի հետո բավական ուշ մի փոխություն չէ 10 տարի առաջ ներվային զենց հարած կապաղած ամեն ինչի վրա ես իմ վատանալով տկարասիր թուլասիր ամեն ինչի հետ ամեն ինչը կասկածում ամեն ինչը նայում ես մենք է 10 տարի անցնում դե ասում ես դե եկեղեցի ա գնացել աղոթել ա հայ ոնց է աղոթել կարդացել ա ինչա կարդացել չի Ասում ես երևի փոխված բան կա։ Նայում ես Էլիզա Ջորդանի նույն մարդն է։ Նույն կասկածողն է, նույն բամբասողն է, նույն բան չի փոխվում։ Պտուղները ցույց են տալիս։ Այս մարդը փոխվում է թե չէ։ Եվ հոգու պտուղները եւ ծառայության պտուղները։ Ծառայության պտուղների ամենալավ պտուղը գիտեք ո՞րն է։ Հավատարմություն։ Ես այտենց եղել է, որ շինարարություններ շատ եմ արել։ Ընդհանուր 5 տուն եմ սարքել։ Ինձ համար։ Քանի որ Տերը տվել է այդ ընդունակությունը, ես հնարավորություն եմ ունեցել 2002 թվականից սկսած տունը կամած սարքեմ մի քանի տարի ապրեմ ու այդ տունը ծախել եմ
Այս հայկական վայրան չէ՞, հայկական վայրանտը, որ մի տան մեջ ապրում եմ, ինձ ոտները սուլիվ պետք է տերից անեմ։ Մենակ այդ ձևով կարամ այդ տունը լքեմ։ Իսկ ես վարվել եմ ու արել եմ դա ոչ թե դա ինձ հաճույք է տալի։ Լրիվ գիտակցաբար հասկանալով, որ ամեն ինչ որ կյանքից մեջ Տերը դնում է, դա պետք է դնել շրջանառության մեջ։ Մեր առաջի տունը եղել է շպալներով 29 քառակուսի մետր։ 29 6-5-ի վրա շպալները գիտեք, չէ՞, մազութոտ, պոեզի, գծերի տակ։ Հաճելի հոտով եւ այլն եւ այլն։ Ապշից են կարել, սարքել են, բանել այլ մեր ուժի չափով, քանի տարի հետո ինչ եմ արել, ծախել եմ 3 անգամ ավել, քան առել ենք ուղղաժենյա եկալ։ Արել ենք կվարտիրա, բերել ենք բան ու ծախել ենք, սարքել ենք տուն 0-ից, ծախել ենք, դոլարի մարել, դոլարը 2 անգամ թանկացել է մի քանի ամսվա մեջ։ Ես գիտեք խեն թվարկը, այն ինչ որ դու պահում ես սերմը, որը մենակ է, նա պտուղ չի տալիս։ Սերմը, որը մեռնում է, նա ինչ անում, պտուղ է տալիս։ Ինչ որ քեզ համար պահեցիր, քո ժամանակը, քո տաղանդը, ամեն ինչը, քո տնտեսական կենցաղային կյանքի մեջ այն ինչ որ քեզ պահեցիր, ոնց մնաց։ Ես խիեմ այս ամեն ինչ թվարկը, ուզում եմ հասկանանք մի բան, որ այն ինչ որ պտուղ չի տալի, շարժում չկա, աճ չկա, ուրեմն մի բան այն չի։ Ջուրը լավ բան է, բայց այս ջուրը վեր կալեք ու դրեք միտեղ ու մի քանի ամիս ձեր միտա։ Որթեր, ճիճուներ եւ ամեն ինչ կլցվի մեջը։ Ինչի՞։ Ջուրն է լավ հոտը։ Վրոջի ինչ վատ բան կա մեջը, լավն է, բայց ընդհանուր հոտում է։ Իսկ հոսող ջուրը չի հոտը։ Եթե մենք ամեն ինչը, ես այն խաղամոլների մասին չեմ ասում, որ ջանները դողան, որ մի բան ծախեն, թանգարնում են էժան ծախեն։ Ամեն գործերի մեջ տերոջից իմաստությունն է պետք, ամեն գործը պետք է անես քո ունակությունների համեմատ, соответствии своими способностями։ Ինչի համար ես շինարարության համար ասեցի։ Սիրկուր եղբայրներ, շինարարների հետ շատ եմ շփվել։ Շինարարը եղել, որ ոսկի ձեռներ ունի։ Քարփիչը շարում է հնենց արագ ու հնենց ուղիղ, պրոստը զարմանում ես, որ մարդը կարա առանց որից է այն հային ասա շոուլի որից է մի բանի, այտենց շարի։ Ես հոգևորների մասին չեմ ասում։ Բայց տեսնում ես այս մարդը մի շաբաթ աշխատում է պատի որոշ մասը բարձրացրեց, ամեն օր գալիս ես իրանում, մեկ է խմեց, всё։ Ում է պետք իր տաղանդը, երբ որ ինքը մի քանի շաբաթով կորչում է, եւ շինարարությունը կանգնում է, մատերիալը կա, ուրիշի չես ուզում, սպասում ես, հայ, բա ոնց, ջնավ լավ է շարում, սպասենք, համբերենք, մի քիչ, տեսնում ես դուրս չի գալիս, ստիպված գործից դուրս ես անում։ Այն մյուսը գալիս է եղբայր։ Էլի լավ է շարում։ Բայց առավոտը 9-ի տեղը, 8-ին չեմ ասեմ դեռ, 9-ի տեղը 11-ին է գալի միշտ։ Բայց լա աբեդին չոտքի ժամին գնում է աբեդին։ Ասում է մեկին աբեդ է։ Մեկին գնում է 3-ին գալիս է։ Ու չգիտես մի ոնց անես, լավ է շարը, բայց պատասխանատու չի, հավատարիմ չի։ Եվ իր ընդունակությունը զրոյանում է, քիչանում հասկանում ես, մեկ էլ տենում ես մեկը եկավ։ Յուվելիր չի, բայց շարում է, նորմալ է, մի քիչ երկար է շարում, սենց անդադ հաշվում է, դնում է, ուրևենով, շոուլով, բանով, բայց ամեն օր ժամանակին գալիս է, մի բան էլ ուժ գնում է, ասում ես, այ ծառայության մեջ պտուղը, դա չի նշանակում, ես տաղանդավոր եմ իմ փառքով հիացեք։ Իմացեք, որ ես չլեմ, մի հատ եկեղեցի հովին ասում էր, սինթեզատոր նվագող կար, մեկ, սենց ասած քաշած գալիս էր, ցավալ է, եկեղեցի, ծխած, հենց ուժ բան ծխած, ոչ միայն, այս հովիվը իրան ասել էր, եթե չապաշխարես, կարաս այդ չնվագիր, ասել էր, պա, իմ 10-րդս ուրիշ եկեղեցու կտավ, ում ուզում ես դուր,
Ու 10-րդը ոչ մի եկեղեցու արտնություն չի բերում։ Սիրելի քույր երեխաներ, տաղանդը, տալը այդքան կարևոր չի, ինչքան ծառայության մեջ պտուղը, հավատարմությունը, նայում ես, այդքան լավ չի երգում, այդքան լավ չի նվագում, այդքան լավ չի քարոզում, բայց հավատարիմ է։ Հավատացեք, Աստված կարա աճեցնի այս տաղանդը, օրհնի այդ մարդուն։ Մի խոսքով, առաջի բանը, որ մարդը դառնա հարմար Աստծո ձեռքերի մեջ, հարմար անոթ, որն է որպեսի հոգու պտուղների մեջ աճի ու ծառայության մեջ պտուղներ տա, որ աճելի, բայ, պտուղը ինչ է, աճ։ Որպեսի կարողանանք մենք տեսնենք, որ այս մարդու կյանքի մեջ փոփոխություն կա դեպի աճը։ Երկրորդը, ուրս ենք արթամ, приводит в соответствие свое сердце, чтобы не иметь привязанность к греху и смиряется. Ինչ անշանակում սա։ Ես եմ գրել, ես բացատրեմ, որ միտքը հասկանա։ Իր կյանքը, իր սիրտը պետքա Աստծո ուզածին համապատասխան։ Աստված ասում է, այս ինչը իմ սրտին համապատասխան։ Ամեն սրտով ասում։ Ամեն բանից առավել քո սրտի զգուշություն արա։ Որտեղ ընդերից է կյանքի աղբյուրը։ Սիրելի քույր երեխաներ, Աստված չի նայում ոչ մեր ինչ ենք սովորել, ինչ դիպլոմներ ունենք, ինչ գեղեցկություն ունենք, ինչ տաղանդներ ունենք, նայում է սրտին։ Եթե սիրտը մաքուր չեղավ, խոնար չեղավ, հիշեք, մաքուր եւ խոնար։ Այս երկու բանը ամեն ինչ որոշում է։ Սրտից է դուրս գալի շնությունը, գողությունը եւ այլն։ Հասկանում եք, չէ՞, որ եթե մարդը սիրտը մաքուր չեղավ, մեղք ունեցավ։ Հուդայի մասին ինչ է գրված։ Գրված է Иуда Искариот, который сделался предателем, դարձավ Հիսուսը երբ որ ընտրեց Հուդային։ Հիսուսը չընտրեց, որ մեկ այնց ցնորված բաներ են ասում, Հիսուսը ընտրեց Հուդային հատուկ նրա համար, որ Հուդան դավաճանի։ Հարցերից մեկը, որ ես ժամանակին տվել եմ ու հետո ինձ են որպես հովիվ տվել, Հուդան ուրիշ շանս չուներ փրկվելու։ Իր մասին չէ, որ արդեն գրված էր, որ ինքը պետքա մարգարությունների եւ այլն դրա պատասխանը իստերը բացել է։ Կարանք բերին կիսվեմ այդ մասին։ Բայց ուզում եմ, որպեսզի դուք իմանաք, Հուդային Աստված ընտրել է շանս տալու։ Պետրոսն էր 3 անգամ ինչ արավ, ուրացավ։ Բայց ապաշխարեց եւ վերականգնվեց։ Սիրելի քույր երեխաներ, մենք պետք է հասկանանք, որ մեր սիրտը, եթե մեղք ունեցավ, չէ, մեջը։ Ինչ նշանակում է։ Աշխարհի հետ ընկերությունը Աստծո հետ ինչ է։ Թշնամությունը։ Ոնց կարանք մենք լինենք լավանոտ, եթե մեր սիրտը աշխարհին կպածել է։ Ոնց կարելի է ապրել երջանիկ կնոջ հետ, որը սիրեկան ունի, ամուսնու հետ, որը սիրուհի ունի։ Ոնց կարելի է ապրել ու երջանիկ լինել։ Բախի ենք մենք մտածում, որ մենք աշխարհի հետ ընկերություն ենք անում։ Աշխարհը մեր մեջ է, մենք էլ աշխարհի մեջ ենք։ Շատերը հենց գիտեն, որ դե ինչ ենք անում, որ շատ բան չենք անում։ Պողոս Արաքյանն ասում է, որ եթե մեկը կոչվում է եղբայր եւ մնում է, շեշտում է, если кто называясь братом, остается, ոչ թե ընկել է։ Եթե դուք տեսնում եք, որ մեկը գնում է ու սայթակեց ու ընկավ ցեխի մեջ, դու չես ուրախանա ասես, այ լավ է։ Ուսում ես ինձ սիրտ ես ունենա։ Բայց որ դու տեսնես, որ խոզը ցեխի մեջ է, կասեն, խոզը, էլ որտեղ տիրի, այնտեղ տիրի։ Մի խոսքով գրված է, որ առանց սրբության ոչ մեկ Աստծուն չի տոնում։
Սրբությունը դա կատարյալ լինելը չի։ Սրբությունը պատկանելիությունն է։ Արդարը 7 անգամ կարող անկնի, բայց կանգնում է։ Այդ դրա համար նա արդար է, որ չի ուզում ընկած մնա։ Նա ընդհանուր կանգնում է սիրուն։ Մի խոսքով այն անոթը, որ իր սիրտը բերում է համապատասխան վիճակի մեջ սրբության եւ խոնարհության։ Ոչ մի մեղք չունի աշխարհի այդ կարա դառնա մաքուր անոթ, ես արդեն օրինակ բերեցի, ավելի լավ է սովորական շուշից, բայց մաքուր բաժակ ջուր խմելու համար, քան թե բրիլյանտներով ու ոսկիներով պատած ու դրա հետ միասին բացարձակ կեղտոտ վիճակի մեջ։ Երրորդը հասկացանք, չէ՞, չեմ ուզում կանգնել շատ։ Երրորդը проводит нас через много искушений, испытаний и оттачивает наш характер. Մեր բնավորությունը Տերը տաշում է։ Քանդակագործի նման։ Վերստին ծնունդը քանդակագործություն չի, բայց վերստին ծնվածը նորոգության կարիք ունի, մտքի նորոգության կարիք ունի, անձի նորոգության կարիք ունի, եւ այստեղ Աստված մեզ անցակացնում որոշ բաների միջոցով։ Ինչի Աստված չի կարա առանց անցկացնելու մի անգամից ազատագրի ու վсё, ամբողջ հարցը սրա մեջ է։ Որ Աստծուն մի հատ ճակերտների մեջ թույլ տեղ ունի։ Թույլ տեղը դա ինքը մեզ ստեղծել է ու մենք պիտի ինքներս պաշտենք Աստծուն։ Գրված է, որ Աստված փնտրում է իրեն պաշտողներին, Бог ищет себе поклонников, которые будут поклоняться в духе и в истине. Աստված ինքն է փնտրում։ Աստծո աչքերը գրված է պատտում են ամբողջ աշխարհը։ Եվ փնտրում է, որ մեկին գտնի, որը ուղիղ սրտով նրան պիտի պաշտի։ Ինչի համար? Որպեսզի նրան ամրացնի, զորացնի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում եմ ձեզ մի քիչ տխրացնեմ։ Չքնեք, համբերեք։ Մի քիչ տխրացնեմ։ Մենակ նեղությունների մեջ ենք մենք փոխվում։ Կուշտ փորի ժամանակ, վաննի մեջ պարկած, համով ուտելիքների մեջ, լավ հագուստների, բացարձակ առողջության, մենք չենք փոխվում, հակառակ մենք շնորհակալ լինենք, բայց չենք փոխվում։ Մկանները, եթե մեկը մի քիչ սպորտից հասկանում է, մկանները ինչի է մենք որ շատ նագրուզկա ենք տալի ցավում է մկանները, այնտեղ ռուսերեն ասում են разрывներ ա եղել, որը որ հետո բանանան։ Ու դրա համար ինչքան նագրուսկ են, եթե դու մենակ անես այնքան որ թեթև, քո մկանները ոնց կան, մենք շատ լավագույն դեպքում կպահպանես այն վիճակը որ կա, բայց եթե դու ուզում ես բան անես, պետք է ինչ որ շարժումներ անես։ Հոգևոր կյանքը մարդը աճում է միայն ու միայն Այ երաժիշտները ովքեր գիտար են նվագում, նրանք գիտեն։ Հենց սկսում ես նվագել ես մատները, միջև չնվագես այնքան, որ մազոլներ չլինի, չպահի, բան չանի։ Հնարավոր չի։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր կյանքի մեջ առանց ինչ որ նեղությունների, փորձությունների մեջով անցնել, մենք չենք փոխվում։ Ես միշտ վախում եմ նեղություններից, փորձություններից։ Մազախից չենք մանավանդ, որ ես 38 տարուց ավել հավատքի մեջ եմ, երբեք չգիտեմ, երբ կգա այդ նեղությունը ու ոնց կգա այդ նեղությունը։ Ու երբ կպրսնի այդ նեղությունը։ Երբեք դու չգիտես, էլի, դու չես կանեմ, դու կարաս նեղությունը կարա գիշերը սկսի, ցերեկը սկսի, առավոտը սկսի, դու չգիտես ոնց կարա դա սկսվի։ Բայց կարա ասի ես 30 տարի վարորդ եմ, մի հատ ավարիա չեմ արել։ Հաջորդ օրը հարցը դրա մեջ է, որ մենք հենց գիտենք, որ հավատքը մարդիկ ասուն հավատում են, որ նեղությունների մեջ չընկնեն։
ասեմ ձեզ, հենց հավատացի սկսվում։ Ճիշտ է ասում։ Պրոստը աշխարհի մեջ, երբ որ դու անհավատ ես նեղությունների մեջ ես, քեզ անցկացնող չկա։ Իսկ որ Հիսուսի հետ ես, մի հատ գարանտիա կա, ինքը միշտ քեզ հետ է։ Բացառվում է, որ նա քեզ չվերկացնի։ Բացառվում է, որ նա չգա քո կողքին։ Քրիստոնյաների մեջ մի հատ քաղցր մոլորություն կա։ Եթե ես անեմ հնենց, ոնց որ Հիսուսը ինձ ասում է, իմ կյանքը սենց հարթ, հայերեն ասած դուս լապատիվի։ Գրված է, որ Հիսուսը աշակերտներին ստիպեց, հենց դες գրված է, ստիպեց, որ նստեն նավը եւ տեղափոխվեն ծովի մյուս կողմը։ Ոչ միայն պատվիրեց, այլև նստեյալ։ Ու երբ որ աշակերտներն ասին, այո, Տեր ջան, դե որ ասում ես, նստեցին, ծովի մեջտեղն էին, ինչ սկսվեց։ Հնենց փոթորիկ, հնենց ալեկոծություն։ Ասում ես հենց հնազանդվեմ ամեն ինչ լավ տիրի։ Միշտ իմացի, Աստված քո վրա աշխատում է։ Աստծո մա շատ կար ժամանակ կա։ Մարդու կյանքը, եթե 1000 տարի մի օր է, մի օր 1000 տարի, մարդու կյանքը մի քանի ժամ բան է, սկան մեկ դուք թե չէ։ Երկնային բանով։ Այդ մենք ենք ապրեմ, հենց գիտենք եկա ապրել ենք, մի 5 րոպե բան ենք ապրել։ Աստված պետք է հասցնի մեզ փոխ։ Լավ ինչ կալեք, մի հատ երեք ծնողներ, դուք լավ գիտեք, երեխեն, քանի փոքր է ուզում եք ինքը քնի ուշ վեր կենա։ Երբ որ դուք վեր կենաք, գործերն անեք, զավտրը կանեք, բան, մենք էլ գալիս ա մանկապարտեզի ժամանակ, վեր ես կասնեմ, արդեն դու քեզ ես վեր կասնեմ մի հատ, հետո երեխուն ես վեր կասնեմ, չեմ ուզում, հետո ղժալով տանում ես մանկապարտեզ, կամ էլ ավտոպիլոտով։ Տանում ես մանկապարտեզ, մեր մի տարվա տարբերությունն է ու մի խումբ էինք տվել, ես հիշում եմ բաշկիրայի ձմեռները ոմանք բացարձակ չեն պատկերացնում ինչ անշարժում։ Մի սանկի վրա երկուսին նստում ենք, Լուիզա շալով փաթաթում էր, բաներ, հիփիփորանի մեջ մանկապարտեզներ բավականին հեռու են, ամեն օր։ Ես չգիտեմ իրանց համար, բան մետա իրանց համար հանգիստ կապած այն։ Բայց դժգոհ էին, որ մենք տանում ենք իրանց սածիկ։ Մենք ենք համբատ էինք ապրում, տանում էինք, որ մի բան իրան։ Կատակ չեմ։ Մենք գիտենք, որ ընդեր գոնե մի քիչ կերակուր կուտենք։ Սիրելի քույր երեխաներ, այս ամեն ինչը հետ կա թողնում մեր կյանքի վրա։ Մենք ուզում ենք, որ սենց ամեն ինչ լավ է։ Այդ երեխեքին լա մեկ վեր կասնի մանկապարտեզ։ Թող երբ ուզում են վեր կենա, հետո երբ ուզում են հաց ուտեն, դուրս գալիս ոնց ուզում են հագնվեն, լա թողեք ոչ մի բան մեկ անի, գիտեք ինչ մոնստրներ կմեծանա։ Սարսափելի մարդ կմեծանա։ Ոչ լավը սովորացեք, ոչ վատը, իրանք հաստատ մենակ վատը կսովորեն։ Այս պսիխոլոգիան, հոգեբանությունը աշխարհի ցնդածությունները, այ չգիտեմ, այնքան շատացել են, չգիտես արդեն որ ծակից ասես դուրս են գալի։ Որ այդ եկեղեցիները, մենք արդեն որոշ եկեղեցիներ Եվրոպայում ու Ամերիկայում հոգեբաններ են ընդունում ընտանեկան հարցերով եւ ասոպարկերները, բանը հեչ արդեն հոգեբաններն ուզում եմ ձեզ ասեմ։ Աստված գիտի, որ մեզ եթե թողնի, մենք այս մարմնի մեջ ենք մեղավոր։ Այս մարմինը եթե չճնշենք, եթե չհնազանդացնենք, եթե մեր անձը Աստված կներեք ասել տատս չղաղի, չի փոխվելու։ Որովհետև Աստված խոնարհներին է բարձրացնում իր ժամանակ։ Մեզ Աստված պետք է անցկացնի շատ տարբեր ճանապարհներով ու տարբեր է։ Դու չես կարա մեկի վկայություն լսես ու ասել, հա դե, այդ իր ասածին ես պատրաստ եմ, Քեզ հենց ուրիշ ճանապարհով անցկաց, որ դու չես կարա պատրաստվես, որովհետև կարող է այն ինչ որ մեկի համար, բանա, մի որ մեկի քույր եղբայրներ կան երիտասարդ, բան ասում են, բա որ էս էլի, բա որ այն էլի, բա որ ուտելիք չլի, բան ասում եմ ես սովորեմ, կարամ բրինձ կարտոֆիլ, որեղնի այսը հենց գաբրի, մակարոնն էլ որեղնի թակավորական բան է։ Բայց իրանց համար դա կատաստրոֆա է, ով որ 90-ականները անցել է։ Նրանք հասկանում են ինչ է նշանակում, երբ որ առավոտը մակարոն, ճաշին մակարոն, ուժինը մակարոն, որ մակարոնի հետ են մի փոքր տոմատ ալում ու սոխակը տրտածը գնդրել, դա հակավորական կերակն է։ Վերջի անգամ ես թվարկածս երկրեմ կերեմ չեմ։ Կա լավ օրեր, կա ծանր օրեր։
Մեր սաղ կյանքը անապատ չի։ Ես չեմ սիրում քարոզիչներին, որ անընդհատ քարոզում են, որ քրիստոնյայի կյանքը անապատ է, ոչ։ Այո։ Մենք չար օրով ենք անցնում, չար օրերով ենք անցնում, եւ Տերը ասում է, որպեսզի մենք հաստատուն մնանք, սպառազինվենք։ Մեր կյանքը ընդհակառակը Հիսուսի հետ օրհնությունն է։ Ամեն։ Աստծո թագավորությունը ուտելիք եւ կերակուր եւ խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Ուրախությունը դա հումորի հետ չի կապված։ Ուրախությունը դա ներսի բավարարվածությունն է։ Երբ որ մարդը ներսում բավարարված է իր հույսով Հիսուսի նկատմամբ, իր փրկությունով, դա է ամենամեծ ուրախ։ Դավիթն ասում է. «Վերադարձրու ինձ փրկության ուրախությունը, այդ է, որ դու կարող ես կյանքի դժվարությունների մեջ արտասվես, բայց ուրախ ես»։ Հոբը ասում է. «Ահա ինձ սպանում է, բայց նրան պիտի ես ապավինեմ։ Թեև ինձ ձած կասնի կրակով, ասում է, մաքուր ոսկու պես պիտի դուրս գա»։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան։ Եթե ուզում ես, որ Աստված քեզ օգտագործի, նա քեզ պետք է կավագործա, նա պետք է քեզ սարքի։ Այս որ ես կիսվում եմ, այս ամեն պունկտը մի ընդհանուր թեմա է։ Մենք շատ կարճ ենք գնում, 50 րոպե, հեսա վերջացնում ենք, կարակ հանգիստ չքնի։ Ուզում եմ շեշտեմ ձեզ, ուշադիր լսեք, մարդու բնավորության, պարզ լեզվով եմ ասեմ, հոգու բնավորության որակները ավելի կարևոր են, քան բոլոր պարգևները։ Մարդը կարա պարգև ունենա բժշկության, հրաշագործության, Տերը տվել է, չի խնայել, բայց ես այնքան եմ տեսել, որ օծության մեջ լողացող եղբայրներ կամաց կորցրել են սկզբից իրանց ներսի մարդու կերպարը Քրիստոսից հեռացել, հետո էլ պարգևն են կորցրել։ Ես չեմ հավատում, որ քրիստոնյան կարա երկար ժամանակ մեղքի մեջ ապրելով շնորհով գործի։ Երբեք չեմ հավատում։ Իմիտացիան կգնա, իմիտացիան ոնց է հայերեն։ Ну ձևը կպահ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, վերջին։ Մենք երրորդը հասկացանք, չէ՞։ Աստված մեզանց հակասում տարբեր ճանապարհներով, որ մեզ որակավորի, որակներ տա, բնավորության, հոգու, ներսի մարդու որակներ, որոնցով մենք կարող ենք այդ պարգևներին համապատասխան ծառայել։ Դու պատկերացնում ես, մեկը, ասենք, օրինակի հիմա արթուն եմ ու խնդրում եմ, որ Տերը երբեք թույլ չտա, իմ ապավինությունը Տերն է, ես քարոզում եմ, դու լսում ես, դուս ես գալի, ասում ես շատ օրհնում եմ, եկեք տենում ես, Վարդան եղբայրը հանեց Այնտեղ պապիրոզը ու կամած ծխմա։ Իմ սաղ քարոզածը աղբի վետրոն հանդինա։ Բնավորությունը, մեղքը, կամ էլ քարոզից հետո ընտանեկան թեման քարոզում եմ, ասում ես այն հայրը ասած երանի քուտիրոջ, այս ինչ լավ էր։ Մենք էլ դուս եք գալի տենում եք, Վարդան եղբայրը լույս ապուժիկի տփելով արտում է ստասնը։ Իմ քարոզածը ձերին չին է պետք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Տերը ուզում է մեզ հարմար, ճիշտ, անոթ սարքի։ Եվ վերջին, չորրորդ։ Господь взращивает в нас в даровании, то есть дает опыт в дарах призвания. Բացատրում հայերեն։ Տերը մեզ պարգևներ չէ տալիս։ Ինձ տվել է հետևյալ շնորհները. հոգության շնորհը, հոգիների զանազանության պարգևի շնորհը, օտար լեզուների աղոթքը, սա Սուրբ Հոգու աղոթքի մասին չի խոսքը, Սուրբ Հոգու օտար լեզուների պարգևի շնորհն է Տերը տվել ու իմաստության խոսքի պարգև։ Այս պարգևները իմ կյանքից մեջ արդեն բավականին երկար տարիներ գործում են։ Սրանք միանգամից չեն հայտնվել, ընթացքում Տերը ավելացրել է։ Տերն է պարգևներ տվողը։ Գրված է, որ նա խոնարհին ինչա տալի, շնորհ է տալի։ Բայց նույն Տերը, եթե ասում արդարին, ասեմ դու պետք է օրհնվես, սենց, ու արդարը հետ դառնա իմ ճանապարհներից, ինչ ասել են պետք է ջնջեն, կոպիտ ասած։ Մի խոսքով սիրելի քույրեր եղբայրներ, Աստված որ մի պարգև տալիս է, այդ պարգևի մեջ էլ է քեզ ուզում աճացնի։ Հովիվի պարգևը Արտաշես եղբայրը կանչված է լինելու հովիվ։ Ես կանչված եմ լինելու հովիվ։ Հովիվի պարգևի մեջ միանգամից սաղ դրված չի։
Այդ հովիվ պարգևը, մարդը չէ, հովիվ պարգևն էլա աճելու փորձառության կարիք ունի։ Այսինքն, այն ինչ ես 32 տարուց ավել է, դեկտեմբերին կլինի 33 տարի, ես 33 տարի է հեսա հովիվ եմ, բայց 30 տարի առաջ ուրիշ հովիվ էի։ Հիմի ուրիշ հովիվ։ Այն ժամանակ ես վատ հովիվ չէի, բայց ես անփորձ հովիվ էի։ Օրինակ քույրիկը գալիս էր ասում էր ամուսինը սենց հավատում եք սա։ Ամուսինը գալիս էր ասում կինը սենց սա հավատում է, եւ ինչ ասում էր հավատում է։ Մեկ սրա հետ էի խոսում, մեկ նրա հետ էի խոսում, սա իր պատմությունն է պատմում, սա իր պատմություն։ Մի չէ։ Իաշկը սափեն, փակում եմ, ասում դասիլա։ Իրար հետել եմ նստացնում եմ չեմ կարող հասկանալ։ Մեկն է քնից տարբեր, ոնց որ ես հեռախոսը ես ասեմ, հեռախոսա, այն մեկն ասի ֆոտոապարատ, չէ հեռախոսա, չէ մեկն ասում է սմարթֆոնը։ Ինչի համար եմ ասում, տարբեր բաներ են, տանիքն տարբեր ձևերով, ու դրա համար պետք է հովիվը որոշի ինչպես անեն ու իրար հետ խաղաղության գա։ Մի խոսքով սիրելի քույր եղբայրներ, պարգևը շնորհը կարիք ունի փորձառության եւ աճի։ Եթե պարգևը ստացել, դա չի նշանակում արդեն մեծ վիճակում այդ պարգևը։ Այդ պարգևը զարոդիշ ոնց է։ Այդ սկիզբը սկանում եք, այդ սերմը որ ծաղկում է, հա, այդ սերմը որ նոր ծիլ է տալիս, չէ՞։ Կաղնիկին դուք գիտեք, չէ՞, այդ կաղնու պտուղը։ Ժողովուրդ։ Դրան որ ցանես, ասենք իր սերմը ցանես, օրինակ հիմա, կամ մի հատ փոքրիկ ճյուղ վեր ունես կաղնից, ցանես, արմատներ տա ցանես, էշ ու մատով կարաս փոկես, բայց որ մի 10-20-50 տարի հետո տրակտորով չես կարող։ Ժամանակ է պետք։ Ցորենի այդ սերմի մեջ կա ամբողջ պոտենցիալը այդ հասկի։ Այդ պուճուր բանի մեջ, խնձորի ծառի կորիզի մեջ, այդ պուճուր կորիզի մեջ կա ամբողջ պոտենցիալ այդ ծառը այս կորիզի մեջ է։ Այն նույն ձևի վերստին ծնված մարդը եւ պարգևը այդ պոտենցիալը ունի, այդ պոտենցիալը Քրիստոսի պոտենցիալն է։ Դրան պետք է հոգ տանել, աճացնել ու ընթացքում դա լրիվ իրա ճյուղերը կտարածի, իրա պտուղները եւ այլն եւ այլն։ Մի խոսքով մեկ շտապի։ Իմացեք, որ Տերը ուզում է, որպեսզի ձեր պտուղները, ձեր պարգևները աճեն։ Եթե դու ունես մի պարգև, այդ նույն պարգևը տեսնում ես ուրիշի մեջ ավելի, սենց ասած, կարկառուն ձևով դրսևորվում է, յարկի ձևով ռուսերեն ասած։ Դու ասում ես, «Ակարող է, ես այդ պարգևը չունեմ»։ Չէ, պրոստը այդ եղբայրը անցել է շատ բաների միջով, ու այդ նրա պարգևը աճել է, փորձառություն է, նույն պարգևն է, բայց Աստված ամեն մեկին տալիս է իր չափով, ուզում է, որ մենք շրջանառության մեջ դնենք ու հավատարմություն ունենանք այդ ամեն ինչի մեջ։ Ամեն։ Մի խոսքով, ես ուզում եմ վերջացնեմ, այս բոլոր թվարկած բաները մեզ պետք է համբերություն, հավատարմություն, միջև որ երեխեն, որ գարշոկ չի գնեմ փոքր ժամանակ, պետք է համբերես, սկսի գնալ։ Երեխեն, որ իրա ձեռով չի ուտեմ, պետք է համբերես, ու սկսի ուտել։ Չի կարում խոսա, պետք է համբերես, մարդկանց կյանքի մեջ տարբեր տկարություններ, հիվանդություններ կա։ Աստծո սերմի մեջ հիվանդություն չկա։ Մենակ հավատարիմ մնաս, Աստվածությունը, Քրիստոսի պատկերը սկսի դրսևորվել քո ներսի մարդու մեջ։ Տերը առատությամբ օրհնի ձեզ սիրողներ։ Ինչ հարցեր կան։